Բարև ձեզ։ Օրերս Երևանի պետական համալսարանում բացվեց ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն, որն արձագանքելու է այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը։ Այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցելու ենք նորաբաց կենտրոնի գործունեության, ինչպես նաև այն ակադեմիական, գիտահետազոտական և հանրային քաղաքականության հնարավորությունների մասին, որոնք կարող է կենտրոնը ստեղծել թե համալսարանի և թե հանրության համար։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ինչպես կգնահատեք ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ստեղծման կարևորությունը, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առաջ։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ այս հարցազրույցի համար։ Ես պետք է ասեմ, որ Երևանի պետական համալսարանում տարատեսակ հետազոտությունները դրանք զուտ ակադեմիական միջավայրի համար չեն միայն, որովհետեւ Երևանի պետական համալսարան, լինելով մայրբուղը եւ գլխավոր կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության, իր նաև պարտքն է համարում այդ հետազոտություններով օգնելու կառավարությանը, պետությանը, ընթացակարգերը, քաղաքականությունները մշակելու հարցում, առավել լավը դարձնելու հարցում եւ դեմոգրաֆիական հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է նաև հենց այդ նպատակով։ Ինչպես գիտենք, նախորդ տարի կառավարության կողմից ընդունվեց ժողովրդագրական ռազմավարությունը։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր եւ այդ փաստաթղթից բխում էր նաեւ, որ մենք պետք է ունենանք ժողովրդագրությամբ զբաղվող հետազոտողների բավականին կայուն խումբ եւ նաեւ ինչու ոչ հետագայում պատրաստենք մասնագետների։ Եվ այդ տեսանկյունից Երևանի պետական համալսարանը բնականաբար այն հարթակն էր, որտեղ պետք է ստեղծվեր այդ ժողովրդագրական կենտրոնը։ Մենք 1 տարի շարունակ նախարարության հետ սոցիալական հարցերի նախարարության հետ ակտիվորեն սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարության հետ ակտիվորեն զբաղվել ենք այդ կենտրոնի բովանդակային ուրեմն շրջանակը գծելու հարցում եւ վերջի վերջո երբ որ բովանդակությունը արդեն բարձ էր թե ինչպես պետք է կենտրոնը գործառնի մենք հանգեցինք այդ հանգրվանի եւ պաշտոնական մեկնարկը տվեցինք կենտրոնի բացման եւ պետք է շնորհակալություն հայտնեմ նաեւ այն աջակիցներին մասնավորապես Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որոնց աջակցության միջոցով UNIDO կազմակերպությունը, այսինքն ՄԱԿ-ի բնակչության կազմակերպությունը համատեղ ֆինանսավորելու են այս առաջին ծրագրերը ժողովրդագրական կենտրոնի, հետագայում ես վստահ եմ, որ մենք կունենանք նաև այլ աջակիցներ, որովհետև ժողովրդագրության այս կենտրոնի ստեղծումը լոկ միայն հայաստանյան իրականությանը առնչվելու համար չէ, որովհետև աշխարհում տեղի են ունենում բազմապիսի process-ներ, ծնելիության ուրեմն անկում, ծերության հետ կապված հարցեր, կանանց դերի հետ կապված հարցեր եւ այս բոլոր հարցերին ժողովրդագրական կենտրոնը պետք է իր հետազոտություններով որոշակի պատասխան տա։ Ես պետք է նաեւ նշեմ, որ ժողովրդագրական ռազմավարության գրելու ընթացքում թիմը բավականին սերտ համագործակցություն ունեցել Վիեննայի համապատասխան կենտրոնի հետ եւ մենք եւս պատրաստվում ենք այդ համագործակցությունը ընդլայնելու եւ շարունակելու։ Իսկ հետագայում արդեն երբ որ կենտրոնը սկսի գործ առնել, մենք կմտածենք նաեւ կրթական ծրագրերի մասին։ Մագիստրոսական կրթական ծրագրի մասնավորապես մասին ենք մտածում եւ կարծում եմ սա արդեն ել ավելի կայուն հիմքերի վրա կդնի, երբ որ մենք պատրաստենք մասնագետներ ժողովրդագրության գծով։ Եվ պետք է ասել, որ ժողովրդագրությունը ինքը իրենով առանձին գիտաճյուղ է, բայց նաև ինքը միջդիսցիպլինար գիտաճյուղ է եւ այստեղ բախվում են սոցիալական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ այլ հարցեր եւ այդ տեսանկյունից համալսարանը համարյա ունի բոլոր մասնագիտությունները եւ այստեղ ներգրաված են լինելու մեր այլ ֆակուլտետների մասնագետները եւս եւ սա դառնալու է մի տեսակ համընդհանուր խաչմերուկում գտնվող այսպես մի հետազոտական կենտրոն։ Դուք նշեցիք, որ կստեղծվեն մագիստրոսական կրթական ծրագրեր։ Այ հետաքրքիր է մինչ այս ինչպես է արձագանքել Երևանի պետական համալսարանը ժողովրդագրական խնդիրներին կամ այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են։ Երևանի պետական համալսարանում մենք ունենք դասախոսներ, որոնք այսօր եւս զբաղվում են ժողովրդագրական խնդիրներով, բայց դրանք առանձին անհատներ են, դա ինստիտուցիոնալիզացված չի եղել, այսինքն առանձին մարդիկ իրենց դիսերտացիաները գրել են ժողովրդագրական խնդիրների վրա, միգուցե վերապատրաստվել նաև օտարերկրյա համալսարաններում եւ այսպես ներգրավել են ու սկսել են դասավանդել ժողովրդագրություն։ Բայց որ Երևանի պետական համալսարանը
զբաղվի ինստիտուցիոնալ եղանակով զբաղվի հենց ժողովրդագրական խնդիրների լուծումներով, նման բան չի եղել։ Մենք բնականաբար նաև այդ մեր մասնագետների ներուժն ենք օգտագործելու այս կենտրոնի հետազոտական գործունեության մեջ, իսկ ինչ վերաբերում է մագիստրոսական ծրագրերին, ցավոք սրտի մենք ժամանակին նման մի փորձ արեցինք ունենալու մագիստրոսական ծրագիր, բայց հետաքրքրվածությունը բավականին ցածր էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է ոչ թե սկսել հենց կրթական ծրագրից, այլ սկսել հետազոտական կենտրոնից եւ հետո նոր շարժվել դեպի կրթական ծրագիր։ Այս պարագայում ես առավել քան վստահ եմ, որ մենք հաջողելու ենք եւ արդեն կենտրոնի գործունեությունը տեսնելով մեր ուսանողները եւ ոչ միայն մեր ուսանողները շահագրգիռ են լինելու գալու եւ սովորելու այս կենտրոնում եւ դառնալ ապագա ժողովրդագիրները Հայաստանի Հանրապետության։ Դուք շատ կարևոր հարցերի մասին եք խոսում։ Ինձ հետաքրքիր է ինչու հենց Երևանի պետական համալսարանում եւ այս կոնտեքստում ինչ կարող է տալ կենտրոնը Երևանի պետական համալսարանին եւ հակառակը Երևանի պետական համալսարան կենտրոնին ինչ կարող է տալ։ Երևանի պետական համալսարանը ինքը միայն կրթական հաստատություն չէ։ Երևանի պետական համալսարանը գիտահետազոտական մեծ համակարգ է։ Երևանի պետական համալսարանում բացի ֆակուլտետները, որտեղ տրվում է կրթություն, մենք ունենք 9 գիտահետազոտական ինստիտուտներ։ Երևանի պետական համալսարանը հրատարակում է ավելի շատ միջազգային գրախոսվող ամսագրերում իր հոդվածները, քան որևէ այլ հաստատություն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս տեսանկյունից կենտրոնի գործունեությունը բնականաբար պետք է լիներ նաև Երևանի պետական համալսարան, որովհետև ես չգիտեմ այլ կառույց, որ ունի այն ռեսուրսները, որտեղ այս կենտրոնը կարող էր գործ առնել։ Ինչպես արդեն նշեցի, միջգիտակարգային բնույթը դեմոգրաֆիական հետազոտությունների կարող է ապահովել Երևանի պետական համալսարանը։ Եվ այդ տեսանկյունից տրամաբանական էր եւ բնական, որ կենտրոնը պետք է ստեղծվեր հենց այստեղ։ Եվ ինչ է տալու դեմոգրաֆիական կենտրոնը Երևանի պետական համալսարանին, այն տալու է հետազոտություններ, ոչ միայն Երևանի պետական համալսարանին, այն տալու է հետազոտություններ Հայաստանի Հանրապետությանը, այն տալու է ռազմավարություններ, այն տալու է քաղաքականություններ, որտեղ մշակելու են քաղաքականություններ, որոնք բնականաբար օգտագործվելու են հետագայում մեր կյանքը բարելավելու, այն ձեր նշած մարտահրավերներին արձագանքելու համար, որոնք հիմնված են լինելու տվյալների վրա։ Տվյալահեն հետազոտությունն է, սա բավականին կարևոր է, որ մենք հասկանանք եղած տվյալները, որոնք օրինակ վիճակագրական կոմիտեում տարիներ շարունակ կուտակվում են, այդ տվյալների վերլուծության արդյունքում ինչպիսի նոր քաղաքականություններ է պետք, որ մշակի կենտրոնը։ Եվ բնականաբար այն հսկայական տվյալները, որոնք կուտակվել են պետական մարմիններում, կենտրոնը վերցնելու է եւ մշակի եւ այդ պետական մարմինների որոշում կայացնողներին արդեն պատրաստի քաղաքականություններ մատուցի։ Ինձ հետաքրքիր է, արդյոք հնարավոր է ընդլայնել համագործակցության շրջանակը, դուրս գալ օրինակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություններ եւ այլն։ Բնականաբար մենք շատ կարևորում ենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ մեր համագործակցությունը։ Կարելի է ասել, որ առանց իրենց աջակցության եւ առանց իրենց ներդրման այս կենտրոնը իրականություն չէր դառնա, ինչպես նաև առանց աջակցության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, իդեմս նախկին նախարար այսօր Ամերիկայում դեսպան Նարեկ Մկրտչյանի եւ գործող նախարար Արսեն Թորոսյանի, այսինքն բոլորը ունեցել են իրենց ներդրումը հսկայական, որպեսզի սա իրականություն դառնա եւ նաեւ Բրիտանիայի կառավարության, ով ինչպես նշեցի, առաջին դոնորն է հանդիսացել այս ուրեմն կենտրոնի։ Եվ բնականաբար մենք մտածում ենք, որ այն ընդլայնվելու է, որովհետև այսօր շատ մեծ է հետաքրքրությունը տարբեր երկրներում ժողովրդագրական հետազոտությունների նկատմամբ։ Բացման օրը ներկային բազմաթիվ դեսպաններ, ես կառանձնացնեմ օրինակ արաբական երկրների դեսպաններ, եվրոպական երկրների դեսպանները, որոնք ուղղակի հետաքրքրվածություն ունեն ժողովրդագրական հարցերում։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ մեր համագործակցությունը ընդլայնվելու է ոչ միայն դեսպանատների մակարդակով, այլ նաև արտերկրում գործող բավականին հզոր եւ անուն հանած գիտնականների եւ հետազոտական կենտրոնների մակարդակով եւ առաջին քայլերը արդեն իսկ արվել են, երբ որ գրվում է ժողովրդագրական ռազմավարությունը եւ մենք այդ կապերը բնականաբար օգտագործելու ենք, որովհետեւ Ամերիկա հետազոտական խումբը իդեմս Տիգրան Ջրբաշյանի, որը եւս մասնակից է այս process-ին, իրենք նաեւ պատրաստ են մեզ այդ բոլոր կապերով օգնելու եւ բնականաբար այդ կապերը աշխատելու են եւ համագործակցությունը ընդլայնվելու է։
Ես գիտեմ, որ կենտրոնում աշխատելու են ոլորտի փորձառու մասնագետներ, գիտնականներ, դասախոսներ։ Ինչ եք կարծում, Երևանի պետական համալսարանի ուսանողները կամ մագիստրատուրայի ուսանողները կկարողանան ինչ-որ կերպ առնչություն ունենալ կենտրոնի հետ, մասնակցել նաև կիրառական եւ ռազմավարական հետազոտական աշխատանքներին։ Ուսանողները ոչ թե պետք է կարողանան ինչ-որ կերպ մասնակցել, ուսանողները պարտադիր պետք է մասնակցեն կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Ընդհանրապես վերջին տարիներին Բարսեղական կրթության գիտության կոմիտեի կողմից տված դրամաշնորհների տրամաբանությամբ եւ նաեւ Երևանի պետական համալսարանի ներքին դրամաշնորհների տրամաբանության մեջ է, որ պարտադիր պետք է լինեն խմբերում ուսանողներ, մագիստրատուրա, նույնիսկ բակալավրի վերջին կուրսերի ուսանողներ։ Եվ սա բավականին խթան է հանդիսացել, որպեսզի ուսանողները մեծապես ներգրավված լինեն գիտական եւ հետազոտական աշխատանքներում։ Մենք կարող եմ ասել, առանց ուսանողների չենք պատկերացնում այս կենտրոնի գործունեությունը եւ բնականաբար ուսանողները պետք է իրենց իրացվելիությունը զգան կենտրոնի հետազոտական գործունեության մեջ տարատեսակ ձևաչափերով մասնակցեն այդ հետազոտական աշխատանքներին։ Պարոն Հովհաննիսյան, ձեր որպես ռեկտոր ակնկալիքները որոնք են այս նախաձեռնության ապագայի վերաբերյալ։ Ես իմ խոսքում արդեն տարբեր ձևաչափերով նշեցի ակնկալիքները, բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ Երևանի պետական համալսարանը միայն զուտ ինքնամփոփ կամ ներփակ կրթական համակարգ չէ։ Այն առաջին հերթին կոչված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ բնականաբար իմ ակնկալիքները կենտրոնից չեն կարող դուրս լինեն այդ շրջանակից եւ ես ակնկալում եմ, որ կենտրոնը կստեղծի բավականին որակյալ փաստաթղթեր, հետազոտություններ, քաղաքականություններ, ռազմավարություններ, որոնք մեր պետական մարմինները կօգտագործեն մեր եղած խնդիրները եւ մարտահրավերները հասցեագրելու եւ մեր ժողովրդագրական վիճակը բարելավելու ուղղությամբ եւ նաեւ այն խնդիրները, որոնք այսօր համաշխարհային են, ինչպես ասացի, ծնելիություն, ծերության հետ կապված խնդիրներ, կանանց հետ կապված խնդիրներ, այս բոլոր խնդիրներին պատշաճ եւ ժամանակին արձագանքելու համար։ Շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։